Ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Աբրահամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է եւ այսօր մենք կխոսանք հնարավոր է արդյոք հրաժարվել Ղարաբաղյան շարժումից եւ եթե նույնիսկ հնարավոր է եւ հրաժարվում ենք, արդյոք դա կբերի խաղաղության, այսինքն այն նպատակի, որով հիմնավորվում է այդ հրաժարումը։ Գիտեք բոլորս, որ վերջերս երկրի վարչապետը ազգային ժողովում էլի ման արտահայտություն արեց, որ մենք պետք է հրաժարվենք Ղարաբաղյան շարժումից, իհարկե միտքը նոր չի, միգուցե այդպես բառացի չի ձևակերպվել, ըստ էության առնվազն 2022 թվականի աշնանից առնվազն ամբողջ քաղաքականությունը Հայաստանի կառավարության հիմնված է հենց այդ փիլիսոփայության վրա, այդ փիլիսոփայությունը իհարկե նոր չի, դրա մասին ենք խոսանք, փոխառած փիլիսոփայություն է, բայց այսպես ուղղակիորեն արտահայտված մեր մոտ 2022 թվականից պաշտոնական քաղաքական կուրսի հիմքն է եւ դրա հիմնավորումը նա է, որ հրաժարվում ենք Ղարաբաղից, Ղարաբաղյան շարժումից ընդհանրապես, այսինքն 88 թվականից սկսած ամբողջ տրամաբանությունից եւ ստանում ենք խաղաղություն։ Եվ այս ամբողջ այդ այսպես կոչված նոր գաղափարախոսությունը, այդ իրական Հայաստանը, այդ ամբողջ այդ դեմագոգիան մեծ հաշվով այս բանի վրա հիմնված, այս թեզի վրա հիմնված, պարզ ասած, Ղարաբաղից պրծնենք, լավ ապրենք, այս թեզն է, եթե պարզեցնենք։ Շատ սիրուն sense խոսքեր են դրա շուրջ ասվում, փաթեթավորվում է գեղեցիկ, բայց մեծ հաշվով այս պարզ միտքն է հիմքում ընկած, եւ շատ կարեւոր է, ճիշտ է, մեր մոտ այդպիսի թեմաները sense օրվա կուրսով փոխվում են, այսինքն մի օր քննարկեցինք, անցավ գնաց, հիմնականում տենց զգացմունքային մակարդակում կամ չգիտեմ, ասենք, հիմնական տենց զգացմունքային մակարդակում, բայց շատ կարևոր է, որ մենք այս թեմայից մանրամասն խոսանք, շատ կարևոր հիմնարար թեմա է, որովհետև նորից եմ կրկնում, ամբողջ քաղաքականությունը, ամբողջ քաղաքական կուրսը հիմնված է մեծ հաշվով սրա վրա, ուրիշ բան չկա, եւ բացի այն, որ հիմնված է սա տեսական խոսակցություն չի, այսինքն քաղաքականությունը, որը պրակտիկ լիքը քայլեր են արդեն արվել, հետևանքներ են արվել, հենց նույն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից սկսած, Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչումից սկսած եւ այս ամբողջ process-ները եւ այն որ այդ քաղաքական կուրսը ըստ էության արդեն վաղուց ձախողվել է, ապացուցել է ձախողված լինելը, զուտ պրակտիկ նույնիսկ տեսակետից, մենք մարտական եղբայրությունը այդ գնահատականը դեռևս 2023 թվականի հոկտեմբերին մեր երկրորդ համաժողովի ժամանակ տվել ենք, շատ պարզ պատճառով է ձախողվել եւ էլի այսօր կխոսենք դրա մասին, չնայած շատ ենք խոսել, բայց պետք է միշտ հիշեցնել, որ հայկական Արցախը գոյություն չունի, բայց այն ինչի համար այս ամեն ինչը արվում էր նպատակը, խաղաղությունը չկա, նույնիսկ խաղաղության թուղթը չկա։ Սա բանն է, պարզ արդեն ձախողման ապացույց է։ Հիմա, բայց սկսենք գնանք հերթով։ Ուրեմն ես պատահական չի որ հարց եմ տալիս հնարավոր է արդյոք ընդհանրապես հրաժարվել Ղարաբաղյան շարժումից, ես պնդում եմ, որ դա ընդհանրապես հնարավոր չի, սա առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, հակասական թվալ, որովհետև առաջին հայացքից թվում է, որ ինչ կա այդտեղ անհնար, երկրորդը այն ինչ որ արդեն ասացի, բայց ավելի մանրամասն էլի պետք է արձանագրենք ուզած թե չուզած, որ նույնիսկ եթե հնարավոր է դա որևէ կերպ խաղաղության չի բերելու, եւ երրորդը, գուցե նաեւ չորրորդը լինի, եթե հասցնենք, որ ըստ էության Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, եթե էլի եմ կրկնում նույնիսկ դա հնարավոր համարենք, դա երբեմն Հայաստանի անկախությունից հրաժարվելն է, իսկ ինչու ընդհանրապես հնարավոր չի, որտեղ էլ եմ ասում, դա առաջին հայացքից թվում է, որ իսկ ինչ ավելի հեշտ բան կա, դեկլարատիվ մակարդակում, խոսքերի մակարդակում, իհարկե դա հեշտ է, ուղղակի ասում ես հրաժարվում եմ եւ վերջ, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, որևէ քայլից, որը անցյալում կատարվել է, հատկապես նաեւ մոտ անցյալում քաղաքական քայլից, որոշումից հրաժարվել ընդհանրապես հնարավոր չէ եւ անիմաստ է, որովհետեւ այդ քաղաքական քայլը, եթե խոսքը իհարկե լուրջ խոշոր բանի մասին է, որոշման քայլի մասին է, ինքը վերել է տարիների տասնամյակների ընթացքում բազմաթիվ հետևանքների, ստեղծել է իրանով իրականություն, որը դու պարզապես չես կարող արդեն փոխել եւ անտեսել եւ ուտոպիզմ է, բնորոշ կենցաղային մտածողությանը, որ դու կարող ես այդպես ուղղակի մի թռիչքով, մի խոսքով վերադառնաս անցյալ, պայմանական 1987 թվական։ Սա ուտոպիա է, դա հնարավոր չի, բայց հատկապես ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, խնդիրը նա է, որ Ղարաբաղյան շարժումը գրեթե ի սկզբանե, եւ սրա մասին էլ մի քիչ ավելի մանրամասն խոսել, չի վերաբերվել միայն Ղարաբաղին։ Այո, սկսվել է Ղարաբաղյան հարցից, չնայած նույնիսկ եթե սենց ավելի քթի մազություն անենք, սկսվել է բնապահպանական շարժումներից, հետո Ղարաբաղյան հարցն է միացել, բայց
Ենթադրենք մեծ շարժումը սկսվել է Ղարաբաղյան հարցից, բայց շատ արագ վերածվել է շատ ավելի լայն խնդրի։ Եվ ըստ էության վերածվել է Հայաստանի անկախության շարժմանը, վերածվել է հայկական հեղափոխությանը եւ այս ամեն ինչի արդյունքում է շարժման արդյունքում է ձևավորվել այնպիսի անկախ Հայաստան, ինչպիսին ձևավորվել է իր բոլոր լավ ու վատ կողմերով, թերիներով եւ առավելություններով, եւ դա փոխել հրաժարվել դրանից հնարավոր չի։ Այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյան երևույթը, էլի մեկի համար շատ ցավալի, իր համար գուցե շատ ուրախալի, նույնպես մեծ հաշվով այդ ամեն ինչի հետևանքն է, այսինքն հրաժարվել Ղարաբաղյան շարժումից, մեծ հաշվով նշանակում է ընդհանրապես հրաժարվել ամբողջ մեր քաղաքական ավանդույթից, քաղաքական պատմությունից, մեր անկախությունից, ել եմ ասում իր բոլոր լավ ու վատով, հիմա չենք բաժանում կարևոր չի, այդ ամեն ինչից։ Հիմա տեսեք, մի քիչ ուղղակի հիշեցնեմ, որովհետև կարծում եմ դե նոր սերունդը ընդհանրապես տենց գուցե շատ լավ տեղեկացված չի, որովհետև չեն էլ առանձնապես խոսում այդ շարժման մասին նորմալ մանրամասներով։ Հները գուցե շատ բաներ նաև մոռացել ենք մենք բոլորս, բայց մի հատ հասկանանք, Ղարաբաղյան շարժումը եղել է բուն իմաստով Ղարաբաղյան շարժումը ընդամենը 2 շաբաթ 1988 թվականին ու 2 շաբաթ, նույնիսկ 2 շաբաթ չէ, փետրվարի 20-ից մինչև մարտի 1, մինչև Սումգայիթյան ջարդերը եւ մինչև Երևանում սովետական զորք մտցնելը, բարեկային ժամ մտցնելը Երևանում։ Ինչ է եղել, այո, առաջին այդ օրերին, երբ որ ծավալվեց այդ շարժումը Երևանում, հարցը դրվում էր այսպես, որ դիմենք Մոսկվային, ապացուցենք, որ մենք լավ հավատարիմ ժողովուրդ ենք եւ Մոսկվան Ղարաբաղը կտա մեզ։ Սա տևեց ընդամենը 10 օր, որտեղ 10 օրվա մեջ պարզ դարձավ, որ սա չի աշխատում։ Եվ որ պարզ դարձավ, որ չի աշխատում, հին սերնդի մի մասը, որը սկզբում մտավորականության սերնդի մի մասը, որը սկզբում այդ շարժումը գլխավորում էր, մի մասը հրաժարվեց, ասես դե հնարավոր չի, տեսեք, Մոսկվայի հետ խոսում ենք, Մոսկվան ակնհայտ մեզ եւ ուղակի եւ անուղակի բոլոր նշաններով ցույց է տալիս, որ դա անհնար եւ չեն տալու Ղարաբաղը եւ իմաստ չունի։ Բայց սրանի հակադրություն ժողովրդի մեծ մասը լսեց այն ժամանակ հիմնական ավելի երիտասարդ այսպես այդ ժամանակ արդեն երևացող դեմքերի առաջնորդների, որոնցից էլ ձևավորվել էր արդեն Ղարաբաղ կոմիտեն, բայց ինքը որոշակի փուլեր անցավ, ավելի երիտասարդ գործիչների, դրանց թվում Վազգեն Մանուկյաններ, Վանո Սիրադեղյաններ, ես ուզում եմ անուններ տամ ճիշտ ասած նաև ուղղակի, որպեսզի այդ անունները հիշվեն, շատերը մոռացվել են Սամսոն Ղազարյաններ, որը ամենաակունքներում էր, ուրեմն Ալեքսան Հակոբյանն էր, Համբարձում Գալստյանն էր, Բաբկեն Արարքցյանն էր, հիմա վախենամ ում եմ մոռանում, Աշոտ Մանուչարյանն էր, Դավիթ Վարդանյանն էր, հիմա ամեն դեպքում միգուցե որոշ անուններ մոռացա նոր սերնդից, հին սերնդից Ռաֆայել Ղազարյանն էր մի քիչ ավելի տարիքով եւ Լևոն Տեր-Պետրոսյանը միացավ Ղարաբաղ կոմիտեին 88 թվականի մայիսին։ Բացվեց Ղարաբաղ կոմիտեի կազմը, այնտեղ նաեւ Իգոր Մուրադյանն էր, Մանվել Սարգսյանն էր, որոնք հետո դուրս բերան։ Այս մանրամասները հիմա զուտ հիշատակեցի, որ անունները հիշվեն այս մարդկանց, ճիշտ ասած։ Հիմա տեսեք, ինչ էին այդ ժամանակ այդ մարդիկ ասում։ Հիմա անկախ նրանից թե հիմա մենք ոնց ենք իրանց վերաբերում, ինչպես իրանք հետո իրանց դրսևորեցին, կամ անկախ նրանից թե նրանցից որոնք էին ներդրված այդ շարժման մեջ, որոնք ներդրված չէին, իրենք ասում են կապ չունի, որ Մոսկվան մեզ մերժում է։ Մենք կարող ենք պայքարել եւ Բաքվի դեմ եւ Մոսկվայի դեմ ըստ էության այս հարցում եւ շարունակել շարժումը, շարունակել պահանջել Արցախի եւ Հայաստանի վերամիավորումը, բայց դրա համար մենք պետք է հարցը լայնացնենք եւ ըստ էության սկսեց դրվել Հայաստանի անկախացման հարցը։ Ոչ միանգամից դա ուղղակի հռչակվեց որպես նպատակ, չնայած բավական արագ, բայց process-ը գնաց այդ ուղղությամբ եւ լայնացումը հարցը, այսինքն ոչ միայն Ղարաբաղի հարց, այլև եւ ոչ միայն ուղղակի անկախության հարց абստրակտելված, այլև բոլոր հարցերը, որոնք այդ ժամանակ Հայաստանի հասարակությունը հուզում էին, սկսած բնապահպանությունից, մինչև տնտեսություն, մինչև քաղաքական համակարգ, դեմոկրատիա եւ այլն եւ այլն։ Հարց դրվեց նաեւ ձևակերպեց Հայաստանի դեմոկրատացման։ Հենց նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ այն ժամանակ Գերագույն խորհրդում Հայաստանի եւ ասաց, որ Հայաստանը պետք է գնա դեմոկրատական ռեֆորմների ճանապարհով եւ սա մեզ կբերի նաեւ Արցախի հարցում հաջողության, որովհետեւ այդ դեպքում մենք դաշնակից կդառնանք սովետական միության այլ շարժումներին, որոնք անկախության եւ դեմոկրատացման խնդիր էին դնում եւ ընդհանրապես նաեւ Արևելյան Եվրոպայում այն ժամանակ ծավալվում էին այդ թավշյա հեղափոխությունները։ Այսինքն մի հատ ստրատեգիա ընդունվեց, որը Ղարաբաղյան հարցը դրեց լայն կոնտեքստի մեջ եւ այդ ճանապարհով գնաց եւ այդ ճանապարհով ձևավորվեց
եւ Հայաստանի անկախությունը այդ ճանապարհով նաեւ Հայաստանի քաղաքական ավանդույթները ձևավորվեցին։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ հիմա պատկերացնենք, որպեսզի ճիշտ հասկանանք խնդիրը, պատկերացնենք հակառակը, ոչ մի Ղարաբաղյան շարժում չեղավ, ոչ մի Ղարաբաղյան հարց չեղավ։ Ինչ է լինելու Հայաստանի հետ։ Էլի անկախանալու էր, որովհետեւ սովետական միությունը փլուզվեց, բայց լրիվ այլ որակի անկախացում էր դա լինելու, որովհետեւ մի բան է, երբ որ անկախությունը պատրաստվում է լայն, նախապատրաստվում է եւ այսպես ասած ձևակերպվում է լայն զանգվածային ժողովրդական շարժման միջոցով, որովհետեւ հիմա ինչ էլ մտածենք առաջնորդների մասին, բայց ժողովրդի մասնակցությունը մենք չենք կարող կասկածի տակ դնել կամ ստվեր գցել դրա վրա, հա։ Այդ մի բանը, երբ որ ժողովուրդը ինքը իր գիտակցությամբ գալիս է այդ անկախության գաղափարին, որտեղ 1987 թվականի դրությամբ Հայաստանում անկախության գաղափարը ծայրահեղ մարգինալ, այսպես շատ քիչ մարդեր ընդհանրապես Հայաստանի անկախության մասին խոսում, մտածում որպես ռեալ բան։ Չէին հավատում մարդիկ դրան, ես ինքս դա շատ լավ հիշում եմ, որտեղ նույնիսկ այդ տարիքում ես որոշակի շփում ունենալով իմ ծնողների շնորհիվ նաև այլախոհական միջավայրի հետ, ես ինքս այդ անկախության խնդիրը ոնց որ այդ տարիքից իմ ուժերին ներածին չափով իհարկե փորձում էին նույնիսկ մեր դասարանցիների մեջ խոսալ տարածել, բայց լրիվ բան վերաբերմունք էր, որ այս ինչ գժական բան եք խոսում դուք։ Չկար։ Եվ այդ հարցը հասունացավ եւ անսպասելի այն հասարակությունը, որ նույնիսկ այդ հարցից վախենում էր, ինքը 2-3 տարվա մեջ դարձավ այն հասարակությունը, որ գնաց անկախության հանրակրթում քվարկեց անկախության օգտին։ Իհարկե եմ ասում, անկախանալու էր Հայաստանը, բայց անկախացել է նաև օրինակ Թուրքմենստանը, որտեղ ոչ մի անկախության շարժում չի եղել եւ սպասելիք չի եղել, անկախացել է նաև Հայաստանը, Լիտվան, Վրաստանը, որտեղ եւ ուրիշ երկրներ, որտեղ հակառակը դա հասունացած հարց է եղել, հանրության կողմից պահանջ է դրվել։ Եթե Հայաստանում չէր լինում այդ շարժումը, Հայաստանը մոտավորապես այն տիպի պետություն էր լինելու, արդեն անկախանալու, որպեսզի չասեմ հենց բուն Թուրքմենստանը, մոտավորապես Ադրբեջանի պես ավտորիտար շատ կոշտ պետություն, մի քիչ գուցե ավելի փափուկ տարբերակով իհարկե, բայց իշխելու էին նախկին կոմունիստները վերանվանված, ասենք օրինակ դեմոկրատական կուսակցություն կարող էին կոչել, ոնց որ մոդա էր այն ժամանակ կոմունիստները իրենց սկսում էին դեմոկրատ անվանել, դա լինելու էր միակուսակցական համակարգ, մինչև այսօր քաղաքական պայքար, ընդդիմություն, կարծում եմ գրեթե չէր լինելու, փափուկ միգուցե ավտորիտարիզմ էր լինելու, ինչպես Ալիևյան Ադրբեջանի, մի քիչ ավելի փափուկ, այս ամբողջ ավանդույթը օրինակ չգիտեմ, հանրահավաքների, հանրային պայքարի, որին մենք սովոր ենք։ Հիմա տեսեք, իհարկե Հայաստանը չի եղել երբեք լիարժեք ազատ ու դեմոկրատական երկիր եւ հիմա էլ չի հարցը դրա։ Դա չի, բայց համեմատության մեջ միշտ եղել է ավելի ազատ, միշտ ժողովրդական ակտիվությունը ավելի բարձր է եղել, այդ ինքնակազմակերպման ձևերը ավելի բարձր են եղել, եւ սրա շնորհիվ է սա մեր առավելությունն է իրականում։ Մենք քիչ առավելություններից է, որ մենք ունենք եւ մենք դա չենք ունենա։ Լրիվ այլ հասարակություն կլիներ, այս ինչի համար եմ այս ամբողջը ասում։ Իդեպ ես մի քանի տարի արդեն անցել 6 տարի 2019-ին կարծեմ, այն ժամանակ այլընտրանքային պատմության շարք էի գրում Մեդիամաքսի հետ համագործակցությամբ եւ այստեղ ես հենց առաջի հոդված այդ այլընտրանքային շարքի հենց դա եղել, ինչ կլիներ Հայաստանը, եթե չլիներ Ղարաբաղյան շարժում եւ սա այդքան բարդ հաշվարկելի չի։ Այդ այլընտրանքային պատմությունը ինքը ոչ թե ֆանտազիա, այլ մեթոդ է, որտեղ դու էլի վերլուծական որոշակի բաներ ես կիրառում, որպեսզի հասկանաս ինքը օգնում է նաև ապագան վերլուծելու համար, եւ այստեղ այս սցենարը ըստ էության ինքը բավական հեշտությամբ վերլուծում է, բայց ինչն է հետաքրքիր։ Հա, այս մասը ամեն դեպքում ամփոփեմ, ուզում եմ ասեմ Ղարաբաղյան շարժումից հրաժարվել, այդ իմաստով անհնար է, եթե դու պետք է հրաժարվես քո ամբողջ քաղաքական ավանդույթից։ Էլ չեմ ասում, որ դրա մեջ մտնում է նաև փաստաթղթային մասը, նույն անկախության հռչակագիրը, որը պետք է դուրս հանես եւ այդ դեպքում անհասկանալի է ընդհանրապես քո այս անկախ պետության հիմքը որն է եւ այլն, բայց վերադառնալով այս այլընտրանքային պատմությունը, որ հիշեցի այսօր, երբ որ այս թեմայի շուրջ մտածում, ինչն է այդտեղ հետաքրքիր։ Հետաքրքիր նա է, որ երբ որ վերլուծում ես եւ կառուցում ես այդ այլընտրանքային սցենարը մի Հայաստանի, որտեղ Ղարաբաղյան շարժում չի եղել եւ որտեղ ըստ էության այդ ավտորիտար համակարգն է իշխում, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը միևնույն է, ինչ որ X պահի հասունանում է, հիմա դա ինչի է վերածում, իհարկե չես կարող հաշվարկել պատերազմի լիարժեք վերածվում թե ինչի, բայց կոնֆլիկտը Ադրբեջանի հետ անխուսափելիորեն նույնիսկ այդ Հայաստանում հասունանում է, երբ որ այդ երկուսը անկախանում են, ինչ որ պահի դա տարիներ է տևում, թե տասնամյակներ, իմ
արած այդ սցենարի մեջ մի քիչ երկար է տևում, բայց ինքը ուշ թե շուտ հասուն էր, ինչու։ Նու նախ որովհետև շատ կոնկրետ խնդիրներ են լինում, օրինակ այդ սցենարում ադրբեջանցիները մնում են Հայաստանում, իրանք մեծ բավականին դեմոգրաֆիական աճ են ունենում, Ադրբեջանը բնականաբար նավթի շնորհիվ ավելի հարուստ պետություն է լինում, աջակցում է այստեղ խնդիրներ են ցակում բնական օբյեկտիվ հիմքի վրա խնդիրներ են ցակում դրա հետ կապված։ Մյուս կողմից Ադրբեջանում բազմաթիվ հայեր մնում են եւ Բաքվում, եւ Արցախում, եւ Հյուսիսային Արցախում, եւ այդտեղ էլ անխուսափելի են լինելու այդ խնդիրները, որտեղ այդ հարցը այդ Արցախի հարցը։ Եկեք չմոռանանք, ինքը օդից չծնվեց, հենց այնպես տեղը չծնվեց, այդտեղ ռեալ խնդիրներ կան եւ բնականաբար դրանք Ադրբեջանի անկախացման դեպքում աճելու են անկախ նրանից Ղարաբաղյան շարժում եղել է թե չէ։ Եվ ինչի եմ սա շեշտում, որ մենք միևնույն է չէինք խուսափելու այս կոնֆլիկտից, որովհետեւ այստեղ շատ կարևոր մի հատ թեմա կա, մենք չենք խոսել սրա մասին։ Միգուցե արժի էլի ավելի մանրամասն խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտը։ Ղարաբաղը մեծ հաշվով, Արցախը մեծ հաշվով առիթ հանդիսացավ, ինքը ունի շատ լուրջ օբյեկտիվ հիմքեր եւ ինքը չի կարող լուծվել այսպիսի դեկլարացիաներով, նույնիսկ ասում եմ այն պարագան, որ երկուսն էլ ցանկանան, չնայած հիմա այդպիսի բան չկա ակնհայտ, որ Ադրբեջանը չի ցանկանում։ Այդ օբյեկտիվ հիմքերը դրված են 1918-21 թվականի իրականություններով եւ այս ռուս-թուրքական դաշինքի գծած սահմաններով Հայաստան-Ադրբեջան, որտեղ այն անհամաչափությունը, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, տարածքային, ժողովրդագրական, դեմոգրաֆիական եւ ոչ միայն խնդիրն է, որ Հայաստանը փոքր է, այլև սահմանները այդքան անհարմար են գծված, որ ինքը գայթակղություն է առաջացնում անընդհատ ոնց որ որպեսի Ադրբեջանը գերիշխանություն, գերակադեր ստանձնի եւ տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի նկատմամբ, այս օբյեկտիվ հանգամանքը ինքնին կա։ Եվ խնդիրը իհարկե դե կարող եք ասել քիչ տենց պետություններ կան, որ մեկը շատ փոքր, մեկը մեծ, իրար հարևան են եւ այլն։ Եվ այլն, դե sense տենց մեծերը միշտ էլ փոքր հարևանների նկատմամբ փորձում են ինչ որ ձևի գերակայություն հաստատել եւ հաստատում, թեկուզ մենակ զուտ տնտեսական, բայց դե խնդիրը նա որ մի բան է, երբ որ դու վերցնում ես օրինակ Հայաստան-Վրաստան տիպի օրինակ պետությունները, որ էլի տենց չի, որ շատ իրար սիրում են եւ հատկապես այնպես չի, որ վրացիների ուշ կգնում հայերի համար, բայց այստեղ ամեն դեպքում կա որոշակի քաղաքակրթական ընդհանրություն, պատմական ընդհանրություն, ոնց որ օրինակ Արևմտյան Եվրոպայում կա ժողովուրդների միջև, որը որոշակի զսպող դեր է կատարում։ Այսինքն բաներ կան, կարմիր գծեր կան, որ այդ ձևի հարաբերություն չեն ասում։ Օրինակ Վրաստանում ինչ էլ լինի, հայկական ջարդեր չեն եղել։ Ափազեն որոշ բաներ եղել են, բայց ընդհանուր Վրաստանում չեն եղել։ Թշնամանք շատ եղել, բայց ջարդեր, բաներ, այսինքն այստեղ որոշակի սահման կա։ Հայ-վրացական պատերազմը եղել է 18-ին շատ կարճ է տևել, արագ դադարեցվել է։ Այսինքն չհամեմատենք նաև այստեղ օրինակ Ջավախքի հարցի հետ։ Դրանք ուրիշ տիպի հարաբերություն։ Այստեղ այդ քաղաքակրթական ընդհանրությունը չկա։ Այստեղ կա պատմական շատ լուրջ, ոչ միայն ազգային, այլև սոցիալական կոնֆլիկտ, դրա արմատները շատ խորն են, որովհետև հայերը դարերով եղել են ճնշված այստեղի մուսուլմանների նկատմամբ, հա, որոնք հետագայում դարձել են անունը վերցրել են ադրբեջանցի, բայց մինչև նույնիսկ 88 թվականին, երբ որ Հայաստանից գնում էին, այստեղի ադրբեջանցիները դեռ ազգային գիտակցություն այնքան թույլ էր, ասում էին մուսուլմանն ենք մենք, իրանց ազգային եւ կրոնականը համընկնում էր։ Վիդեոներն են նույնիսկ, հա։ Այդ բանը նախքին այսպես տերերի եւ ենթակաների հարաբերությունը, որը պատմություն ունի, նաեւ տնտեսական մասով հայ գյուղացին միշտ ավելի հողազուրկ է եղել եւ այլն, սա արմատներ ունի եւ այս պայմաններում այդ անհամաչափությունը Ադրբեջան եւ Հայաստան այնպես ինչպես գծվել է ռուս-թուրքական դաշտում, ինքը անխուսափելիորեն բերում է կոնֆլիկտի։ Ուրեմն անխուսափելիորեն Հայաստանը ստիպված պետք է կամ ընդունել Ադրբեջանի գերակայությունը որևէ սցենարում, անկախ նրանից Արցախի հարց կա թե չէ, տնտեսական, քաղաքական եւ այլ գերակայություն հավակնություն կամ դիմադրել դրան եւ այդ դեպքում գնում է կոնֆլիկտ եւ քանի որ երկու երկրում էլ այս սցենարում ապրում են հայեր եւ թուրքեր, այդ կոնֆլիկտը նաեւ շատ արագ բախումների կարող է վերածվել։ Հիմա այս ուզում եմ ասեմ, որ այս ուտոպիան նույնիսկ այդ մակարդակում չի գործում եւ առավել եւս հիմա արդեն գանք երկրորդ մասին, որ նույնիսկ եթե համարենք, որ հնարավոր է հրաժարվել Ղարաբաղյան շարժումից, իսկ մենք շատ կարճ փորձեցինք հիմնավորել, թե ինչու հնարավոր չի, իրական շատ ավելի երկար կարող ենք, արդեն հիմա, հենց հիմա փաստերը իհարկե մեզ վաղուց պետք է ապացուցած լինեն, որ նույնիսկ այդ դեպքում մենք չենք ստանում եւ չենք ստանալու խաղաղություն, այսինքն այդ ֆորմուլան չի գործում։ Իհարկե, սրա մասին մենք
ասենք մարտական եղբայրությունները դեռ 2021 թվականից էր խոսում, որ անկախության պատերազմ է եղել եւ շարունակվում է, ոչ թե Ղարաբաղյան պատերազմ։ Ես անձամբ իմ նման մարդիկ դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ էին փորձում սա բարձրացնել թեև զգուշությամբ, որտեղ հասկանալի է, որ դա դժվար ընկալելի է մարդկանց համար։ Ես չեմ մեղադրում, որ այն ժամանակ մարդիկ սա կարող էին չընկալեին։ Չեմ մեղադրում նույնիսկ եթե 2022-ին դեռ այդքան էլ չէին ընկալում, բայց 2023-ից հետո սա ուղղակի արդեն ես չգիտեմ ինչ ասեմ։ 2023 թվականից հետո իրականությունը երկաթե փաստարկներով, երկաթե, չգիտեմ, կապարե փաստարկներով ապացուցել է, որ ոչ մի առանձին վերցված Ղարաբաղյան հարց չի եղել եւ չկա, ոչ մի առանձին վերցված Ղարաբաղյան պատերազմ չի եղել եւ չկա, եւ Ղարաբաղի հարցի լուծում այդ միֆոլոգիան ինքը չի աշխատում, որովհետեւ ել եմ կրկնում, ոչ միայն Հայաստանը հրաժարվել է, վաղուց արդեն ճանաչել է Ադրբեջանի կազմում, այլև բուն իսկ Արցախը չկա, հայկական բնակչությունը չկա եւ անցել է արդեն հեսա 2 տարին կլրանա, մենք չունենք խաղաղություն, չունենք խաղաղության այդ թուղթը իսկ եւ պարզ է, որ դա մոտակա շրջանում չի էլ լինելու։ Ավելին, մենք խոսել ենք նրա մասին, որ եթե նույնիսկ թուղթը լինի, այո, իրենք ֆորմալ ինչ որ ասում են պահանջները, դեռևս Ղարաբաղյան հարցի հետ են կապված։ Ասում են այդ անկախության հռչակագիրը փոխեք, որտեղ այնտեղ հղում կա Ղարաբաղի վրա, Մինսկի խումբը լուծարեք, որովհետև ինքը Ղարաբաղյան հարցին է վերաբերում, այդ դեպքում մենք կկնքենք խաղաղության պայմանագիրը, այսինքն Ղարաբաղյան հարցը կփակենք, բայց մենք խոսել ենք եւ մանրամասն ներկայացրել ենք, որ փաստացի խաղաղության պայմանագրից դուրս եւ զատ եւ ավելին կամ պահանջներ, որոնք արդեն չեն կարող բացատրվել Ղարաբաղյան հարցի տրամաբանությամբ, այդ պահանջները ռեալ են, հետեւողական են, այդ պահանջները անպայման դրվելու են նույնիսկ եթե թուղթը ստորագրվի, դա հաստատ է, հիմա հասնելու են այդ նպատակին թե չէ, եմ ասում, դա այլ հարց, բայց հաստատ դրվելու են, չեմ ուզում նորից հիմնավորել, որովհետև շատ մանրամասն խոսել ենք, բայց ուզում եմ, որ սա իրոք լուրջ ընդունենք, եւ այդ պահանջների ցանկը շատ ենք խոսացել, ապա ռազմականացումը, թուրքերի վերադարձը, փոխհատուցումը եւ այլն, արտաքին նույնիսկ հարաբերությունների վերահսկումը, որը ընդհանրապես Ղարաբաղյան հարցի հետ որևէ կապ չի կարող ունենալ, այսինքն փաստերը, ել եմ ասում, երկաթե, կապարե, չգիտեմ, պողպատե ձևով մեզ ապացուցում են, որ եղել է ու կա Հայաստանի հարց, Հայաստանի անկախության հարց, Հայաստանի անկախության պատերազմ եւ հրաժարումը Արցախից, եթե նույնիսկ դա նշանակում է հրաժարում ընդհանրապես 88 թվից սկսած, то ուզում եք 1700 թվից սկսեք, որ թվից ուզում եք սկսեք, Ղարաբաղյան խանության ստեղծումից սկսեք, ինչքանից ուզում եք հրաժարվեք, չի բերում եւ չի կարող բերել խաղաղության, որտեղ ընդհանրապես նման հարց չի եղել, սա ամենամեծ կեղծիքն է, որը հայ ժողովրդին հրամցվել է եւ այստեղ արդեն միայն այսօրվա իշխանությունը չի, այլ գիտեք քանի տարի եւ կարելի ասել մի քանի տասնամյակ մեզ հրամցվել է, որ կա ինչ-որ մի հատ Ղարաբաղյան հարց, որը պետք է լուծվի, կարգավորվի եւ դրանից հետո այդ կաթու մեղրի դարաշրջանն է սկսվում։ Եվ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատերը օր-օրի սպասում էին, որ այսա լինելու է, բա ասվել էր, որտեվ ասվել էր։ Եվ չկա, մինչև հիմա չկա։ 5 տարի է անցել։ Չկա։ Եվ այսքանը բավական է հասկանալու համար, որ դա փուչիկ էր, միֆ էր։ Եվ այն բանը մանավանդ այս մի բաներ չմանուկեն։ Զանգեզուրյան միջանցքի պահանջը, դա ինչ կապ ունի Ղարաբաղյան հարցի հետ։ Եվ հիմա արդեն բարձում է դա բանակցություններում միշտ է եղել։ Ահա շատերը դա գիտեին, բայց հիմա տենց արդեն հրապարակավ իրար մեղադրելով բանը միշտ է եղել, չկապ ունի Ղարաբաղի հետ։ Հա իբր փորձել են տենց կապել բանի հետ, բայց հիմա էլ է դրվում ինչ կապ ունի։ Այսինքն չկա, ել եմ ասում, ժողովուրդ ջան, մոռանանք այս Ղարաբաղյան հարց, Ղարաբաղյան շարժում, հրաժարվենք, չհրաժարվենք, դա որևէ կապ չունի։ Իսկ եթե կապ չունի, բացարձակ անիմաստ է այս ամբողջ խոսակցությունը եւ ամբողջ քաղաքականությունը, այսինքն եթե կա պարտադրված պայքար, այդ պարտադրված պայքարում նախապես հրաժարվել ինչ որ բանից, ելի եմ ասում, մի կողմ եք թողնում նույնիսկ ամբողջ հայրենասիրական, բարական, արժեքային բոլոր կողմերը զուտ պրակտիկ խաղի մեջ քաղաքական հրաժարվել ինչ որ բանից, եթե պայքար է եւ պայքարի ելքը անհասկանալի, սա մեծագույն, չգիտեմ, քաղաքական աբսուրդ է։ Որը մենք գիտենք, որ դրա մեջ ապրելու ենք։ Հիշեցնեմ նաև, որ դուք կարող եք մասնակցել
կամ աջակցել մեր ընդհանուր գործին, ընդհանուր գործի եմ ասում, որովհետև եթե մեր համախոհն եք, մեր համակիրն եք, գործը մեր ընդհանուր է, այդ մասնակցությունը ամենատարբեր ձևերը կարող է ունենալ, սկսած լայքից, սկսած, չգիտեմ, տարածումից մեր նյութերի, վերջացրած մեր գրասենյակ այցելելով, ծանոթանալով, խոսալով, ներգրավելով մեր գործերի մեջ, մենք մի քիչ ավելի մանրամասն շուտով նաև կներկայացնենք այդ ներգրավման ինչի կարիքներ ունենք, ինչի խնդիրներ ունենք ներգրավման առումով, մասնակցությունը կարող է լինել ըստ հնարավորության նաև նյութական աջակցության ձևով, ասել եմ, որ ամենահարմար ձևը մեզ համար այս պահին այդ մեր Patreon-ն է, որովհետև դա հնարավորություն է ստեղծում պարբերական ունենալ ներդրումներ, եւ այդ պարբերական ներդրումները մեզ համար շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք ճիշտ պլանավորել հատկապես մեր այս քարոզչական հատվածը, հաջորդ անգամ երևի կամ մյուս անգամ նաև կներկայացնեմ ավելի կոնկրետ, մեր տղաները հիմա ոնց որ դրա վրա աշխատում են, կոնկրետ ավելի պահանջներ կան տեխնիկական որոշ, որպեսզի կարողանանք լայնացնենք, մի քիչ ավելի լավ որակ ապահովենք եւ ավելի բազմազան բովանդակություն տանք։ Այս հիմնականում այդ Patreon-ի հավաքված գումարները այդ ուղղությամբ են ոնց որ աշխատում քարոզչական ուղղությամբ ավելի լավ տեխնիկա փորձել ունենալու եւ ավելի լայն բովանդակություն ունենալու վրա շնորհակալություն, իսկ հիմա նորից վերադառնանք մեր թեմային։ Իմիջիալոց այստեղ պետք է նշեմ, որ մի հարցում այդուհանդերձ Նիկոլը ճիշտ է, հիմա կասեն, տեսակ Նիկոլին է պաշտպանում, չէ, իհարկե, այստեղ պաշտպանելը չի խնդիրը, հարցը նա է, որ մեր խնդիրը ընդհանրապես մի անձը չի, այլ ամբողջ Հայաստանի քաղաքական համակարգը եւ քաղաքական էլիտան, եւ այս մի հարցում ինքը ճիշտ է, որ Ղարաբաղյան շարժումից Հայաստանը նոր չի հրաժարվում, նոր է ուղիղ տեքստով դա ասում, իդեմս իր այսօրվա ղեկավարի, բայց նոր չի հրաժարվում, որովհետեւ այդ բոլոր խոսակցությունները սկսած դեռ 90-ական թվականներից Ղարաբաղյան հարցի կարգավորման, լուծման եւ այլնի մասին փաստացի հրաժարում էին Ղարաբաղյան շարժումից, Ղարաբաղյան շարժման ձևակերպված նպատակներից, միացումից, պայքար մինչև վերջից, եւ ես կարծեմ մեր պայքարը շարքում մի քանի անգամ անդրադարձել եմ այս հարցին, որ երբ որ 97 թվականին օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի խաղաղություն թե պատերազմ հոդվածն էր գրում, այնտեղ մի նախաբան էր պակասում շատ կարևոր, եւ առանց այդ նախաբանի այդ հոդվածը ըստ էության անկեղծ չէր։ Այդ նախաբանում պետք է գրվեր, որ մենք կամ ես Լևոն Տեր-Պետրոսյանս լինելով Ղարաբաղ կոմիտեի անդամ, փաստացի սխալվեցի, ինչ որ մենք ասում էինք, ինչ որ մենք ձևակերպում էինք որպես նպատակ, եւ որի համար ժողովուրդը մեզ ընտրեց որպես առաջնորդներ եւ հավատաց մեզ եւ համախմբվեց մեր շուրջ, եւ այդ նպատակներն էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական վերամիավորում, պայքար մինչև Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական վերամիավորում, միացում, այդ ամեն ինչը սխալ դուրս եկավ, այդ նպատակները փաստորեն անհնարին էին եւ հետո շարունակել եւ շատ կարեւոր է նաեւ, որ բացի նախաբանից մի հատ էլ վերջաբան պետք է ունենա, որտեղ պետք է ասել, որ քանի որ ես եւ մյուսներս դարձել ենք քաղաքական առաջնորդներ, դարձել ենք այս երկրի ղեկավարներ, ունեցել ենք այն ամենը, ինչ ունենք, միայն ու միայն շնորհիվ ոչ միայն այս հարցի, այլ շնորհիվ հենց այդ ձևակերպումների, որտեղ եթե մենք չձևակերպեինք այն ժամանակ վերջնական վերամիավորման խնդիրը, մեզ ժողովուրդը չէր լսելու, մեր հետևից չէր գալու, ինքը եկավ մեր հետևից այն ժամանակ, երբ որ մենք ի տարբերություն հին սերնդի ասին, չէ հնարավոր է պայքարել, եւ մենք այդ ամեն ինչից հրաժարվում ենք եւ վերադառնում ենք մեր հին տեղերը։ Հիմա, բայց խնդիրը մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը չի։ Փաստացի սա հրաժարում են, հիմա էլ եմ ասում, որտեղ իրենք կարող են ինչ ուզում են ձևակերպեն եւ այլն, բայց փաստացի հրաժարում են, որտեղ այդ մի հարցում իհարկե էլ եմ ասում ճիշտ է, որովհետեւ այդ բոլոր բանակցությունները մեծ հաշվով նրա մասին էին, որ Լեռնային Ղարաբաղը այս կամ այն կարգավիճակով հետաձգված, չհետաձգված այդ խնդիրը, որ դրվել է Ղարաբաղյան շարժմամբ, չի լուծվելու, ոնց որ ինքը դրվել։ Բայց հիմա պարզվում է, արդեն հետադարձ, իհարկե ճակերտը որ պարզվում է շատ էլի դա շուտվանից գիտենք, բայց այնց հրապարակային պարզվում, որ այն մյուս երկուսն էլ պակաս խաղաղասերը չէին, ուղղակի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, որը բաց էր այդ ամեն ինչը ասում, գոնե այդ իմաստով տարբերվում էր, նրանք այսպես թաքնված խաղաղասերներ էին, հիմա են հանկարծ բացահայտվում, օրինակ ասենք երկրորդ նախագահ վերջերս, չէ, իր ասուլիսի ժամանակ ասեց, 2019 թվականին շուտ հետաքրքիր առաջարկ կար Մինսկի խմբի կողմից։ Հիմա չգիտեմ հետաքրքիր է այդ առաջարկը թե անհետաքրքիր, դա առանձին հարց է։
բայց որ երկրորդ նախագահի կողմից է դա հնչում, որը այդպես եկավ, չէ ինքը ոնց եկավ իշխանության, բա Լևոն Տեր-Պետրոսյանը բաներ անում, տենց Ղարաբաղը ծախում էր, մենք եկան Ղարաբաղը կպային եւ շատերին իրեն հավատացել են այդ ես եղել եմ 23 տարեկան այն ժամանակ իրավունք ունեի մի քիչ միահմիտ լինելու, հավատացել եմ եւ ասել եմ այո, մենք պետք է այս մարդուն ընտրենք, որովհետեւ դե գոնե Ղարաբաղը կպայի, մնացածը կտեսնենք եւ այսպես շարունակ, նույնը Սերժ Սարգսյանը պարզվեց որպես շատ մեծ խաղաղասեր եւ այս բոլորը հիմա ուղղակի Փաշինյանը այս մի հարցում ճիշտերը սխալվում է շատ կարևոր մի ուրիշ հանգամանքում, որ ինքը ընդհանրապես իրեն շարունակությունն է, ոչ միայն շարունակությունն է ուղղակի, այլ տրամաբանական ամփոփումն ավարտը ու ես կասեի այսպես հրավառությունը է այդ ամբողջ տրադիցիայի, ինքը ամենավերջինը ու ամենասենց այն ամենաբացարձակն է, այս ամբողջ շարքի, այս ամբողջ գծի այդ այնս պայքար մինչև վերջ գորալուց մինչև այս բանը Ղարաբաղյան հարցից փաստացի հրաժարումը, այդ այնս Արցախը Հայաստանի եւ վերջ գորալուց մինչև այսօրվա այդ դիրքորոշումը, այդ այնս կոշտ տղա Ռոբերտ Քոչարյան ոյնից մինչև պարզումա թաքնված խաղաղասեր եւ այլն, ինքը այս ամեն ինչի իրենք իրանց այդ որ իրար բանավեճի են կանչում, ինչ որ վատ բաներ են իրար հանդեպ ասում, մեկը մյուսի վրա փորձում է մեղքը գցել, իրանք մի շղթայի մասն են եւ Նիկոլ Փաշինյանը իրենց որդին է, երեքի որդին է, անոտ երեքի հետ էլ այսպես այնպես առնչվել է, իրենց կոլեկտիվ որդին է եւ ինքը ոչ մի կերպ չի փախնելու այդ փաստից եւ մենք պետք է այնպես անենք, որ հենց Նիկոլ Փաշինյանով էլ այս շղթան հավարտվի։ Այդ երեք հայր եւ մեկ որդի այդ համակարգը վերջնականապես անցյալի գիրկը նետվի, այսպես մեղմ ձևակերպենք եւ մենք իսկականից նոր Հայաստան կառուցենք նոր սկզբունքներով եւ սա շատ կարեւոր է խնդրում եմ ժողովրդին արցանագրենք այս ֆունդամենտալ մակարդակում իրանց միջև էական տարբերություն չկա այս մի գծում իրենք նույնն են եւ Նիկոլը ուղղակի վերջնական եւ բացարձակ մարմնավորումն է այդ ամբողջ քաղաքական գծի եւ ոչ մի նոր բան այդտեղ չկա հակառակը նույնիսկ այն ինչը որ ինքը ներկայացնում է որպես նոր գաղափարախոսություն վերլուծել ենք որ նաեւ նեոբոլշևիկյան ակունքներ ունի բայց նաեւ շատ այսպես էկլեկտիկ փոխառություններ անում է 90-ական թվականներից, այնպես որ բոլորիս ծանոթ այսպես ասած դիսկուրսներից։ Միջանկյալ այսպես ասած, բայց շատ կարևոր արձանագրում էր հիմա վերջնական որպեսի ամփոփենք մեր խոսակցությունը նորից վերադառնալով բուն թեմային, Ղարաբաղյան շարժումից հրաժարումը փաստացի նշանակում է նորից կրկնենք Հայաստանի անկախության հրաժարում Հայաստանի անկախությունից եւ ինչու նորից մի հատ ուղղակի կետերով վերհիշենք նախ որովհետև Հայաստանի անկախությունը հենց Ղարաբաղյան շարժման բնական ծնունդ եւ հետևանք է եւ հասկանալի չէ թե առանց դրա եթե դա հանում ենք ինքը ինչ ձևի ընդհանրապես բովանդակություն է ստանում իհարկե դե կասեն այ դրա համար մենք հիմա իրական Հայաստանը չգիտեմ եւ այլն ենք առաջարկում մենք խոսել ենք այդ իրական Հայաստանի մասին ցույց ենք տվել որ դա իրականում նեոբոլշևիկյան պրոյեկտ է եւ այստեղ դա հաստատվում է որովհետեւ ինչի ենք մենք ասում տեսեք իրական Հայաստան կոչվածը հիշեցնեմ փաստացի սովետական Հայաստանն է իր սահմաններով եւ փաստացի սովետական Հայաստանը ըստ այդ կոնցեպցիայի միակ լեգիտիմ հայկական պետությունն է միակ ոչ առաջին հանրապետությունը ոչ երկրորդ մենք այստեղից եթե մի հատ էլ Ղարաբաղյան շարժումն ենք հանում այսինքն կոպիտ ասած գալիս ենք 87-ով էլի գալիս ենք այդ սովետական Հայաստան մեզ է առաջարկում հրաժարվել նշանակում է վերադառնալ 87-ով մյուսը անկախության հռչակագիրը էլի խոսել ենք դրա մասին եթե դա հանում ենք մի կողմ թողած թե դրա մեջ հիշատակված է Ղարաբաղը թե հիշատակված չէ դա պետության անկախության իրավական հիմնաքարն է եթե դա հանում ենք անհասկանալի է մնում թե ընդհանրապես 90 թվականից սկսած մինչև հիմա այս պետությունը ինչ լեգիտիմ հիմքեր ունի ել եմ ասում իրավաբանները թող մեկնաբանեն ես քաղաքական մեկնաբանություն եմ տալիս անհասկանալի է ինչ հիմքեր ընդհանրապես ունի օդի մեջ է կախվում եւ հնարավոր է արդյոք նոր հռչակագիր ընդունել առանց այսպես ասած նոր պետություն ստեղծելու եւ հարցը ծագում իսկ ինչ էր մինչեւ հիմա պետություն էր թե պետություն չէր մենք խոսել ենք նաեւ թե այս գաղափարախոսությունը ակունքները եւ որ դրա վրա խմբակ է այսպես ասած ինտելեկտուալների աշխատում դա Նիկոլը մենակ չի հորինում այդ խմբակը կոնկրետ վերցնում է փոխառում է 1920-ական 30-ական հայ բոլշևիկների գաղափարները եւ սնուցում է մեր այս ընկերոջը այսպես ասած եւ
ընկերը իր ձևերով փորձում է դա վերարտադրել եւ բացի այս ամեն ինչից նաեւ եթե այս ամեն ինչը համոզիչ չի երրորդ ինչի մասին որ խոսեցինք այն պահանջները որը շարունակում է եւ շարունակելու է Ադրբեջանը մեզ ներկայացնել անկախ եւ խաղաղության պայմանագրից անկախ եւ Ղարաբաղյան հարցից դրանք պահանջներ են որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանությանը վերացմանը որովհետեւ մենք խոսել ենք դա վերաբերում է արտաքին հարաբերությանը դա վերաբերում է պաշտպանության ոլորտին դա վերաբերում է ուրեմն Հայաստանի վրա մեղքը բարթելու պատերազմին եւ այլն մանրամասն խոսել ենք թե ինչի է սա հատկապես փաստացի ինքնիշխանությանը ուղղված պահանջներ եւ փաստացի Ադրբեջանի գերակայություն հաստատելու ել չենք խոսում այդ շրջարկի մասին ռուս ադրբեջանական դաշինքի մասին որտեղ մենք շատ ենք վերլուծել որ 2020 թվականի պատերազմը միայն հայ-ադրբեջանական չէր եւ չէր էլ կարող լինել որ դա ըստ էության ռուսական կայսրության վերականգնման մեծ պլանի մի փոքր մասնիկներ կամ ոչ այդքան փոքր մասնիկներ սա էլ չպետք է մոռանանք ուղղակի հիմա դրա մասին շատ չենք խոսում որովհետեւ այս պայն ավելի շատ կենտրոնացած ենք հայ-ադրբեջանականի վրա որովհետեւ մեր խնդիրը հիմա ավելի շուտ այդ մակարդակում է մնում եւ այլն այսինքն եւ այն վերջի ապացույցը որը 1000 անգամ խոսացել ենք որ Արցախը չկա հարցը շարունակում է մնալ այսինքն Արցախը չէր հարցը այլ Հայաստանը եւ Հայաստանի անկախությունը սա վերջնականապես ապացուցված պետք է համարենք ընդհանրապես դրա մասին արդեն չպետք է խոսանք ճիշտ ասած ստիպված ենք արձանագրել եւ մենք պետք է շարժվենք առաջ արդեն ելնելով այս իրողությունից կառուցել մեր ապագան ելնելով այս արդեն մարսված իրողությունից եւ այդ ամբողջ անցյալը իր 3-ով 4-ով հայրերով ворթիներով եղբայրներով եւ մնացածով թողնենք իսկականից անցյալում դրանք ճիշտ է գոյություն ունեն բայց դրանք ուրվականներ են մեկ մեռելներն էլ չէ այնց ոնց որ ուրվականի պես գոյություն է զոմբիների պես է բառի բուն իմաստով բայց իրանք չկան իրական իրանք ուրվական են մենք կանք եւ մենք մեր անկախ իրական Հայաստանը պետք է կառուցենք եւ պետք է կառուցենք ելնելով իրականությունից որի մեջ ապրում ենք եւ ելնելով այդ իրականության իմաստավորումից այլ ոչ թե այդ հեքիաթներով ուտոպիաներով ցանկություններով բոլշևիկյան եւ նեոբոլշևիկյան գաղափարախոսություններով պսևդոինտելեկտուալ այդ խմբակների հրամցված անիմաստ իրականությունից կտրված մտքերով սա է մեր խնդիրը ունենք Հայաստանի անկախությունը ոչ միայն պահպանելու այլև նորովի կառուցելու զարգացնելու հարց եւ այս խնդրին պետք է ուղղված լինեն բոլոր մեր ջանքերը եւ հիմա եւ մոտակա ապագայում եւ մենք կհասնենք անպայման հաջողության եւ հաղթանակի որտեվ այս արդեն զառամյալ արդեն վերջնական adekvatությունը կորցնող այս քաղաքական համակարգի եթե ոչ օրերը եթե ոչ ամիսները տարիները հաստատ հաշված են շողոջը պատրաստվենք ավելի լավ նրան ինչը գալու է նրանից հետո եւ այդ ինչը որ գալու է դրանից հետո պատրաստվենք նրան որ մենք ենք կառուցելու շնորհակալություն